Փաստորեն դժգոհ մնացիք, հաջորդիվ ինչ եք ակնկալում եք հանդիպումների, եթե ոչինչ չեն տալիս։ Մեզ պարոն Պապյանը խոստվեց, որ շուշուտ հանդիպումներ կկազմակերպի եւ ինչ որ արդյունք կիմանա մեր բողոքը, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար եկել ենք նորից հավաքվենք ակցիայի։ Այսինքն որ ասելա շուշուտ կհանդիպեք, ինչ անեք, քննարկենք, կտեսնենք առաջարկները, կլսենք, որը մեր կողմից կլինի, թեպետ ասած ես պատասխանատու չեմ այդ հարցում, բայց որ կտեսնենք, որ մեր կողմից որը հնարավոր կլինի, մենք առաջարկները կլսենք, առաջ կքաշենք։ Տիկին Կարինե, օրեր առաջ Ոսկու շուկայի տնտեսվարողները հանդիպել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ եւ կարծես թե նրանց հարցը լուծում է ստացել, ինչով է պայմանավորված այս տարբերությունը, հա? Ինչքան տեղյակ եմ, ինչքան լսելով տեղյակ եմ, նենց չի որ իրանց հարցը լուծում է ստացել, դեռ քննարկման շեմին է, բայց դա խաբեություն է։ Նաիրի Սարգսյանի առաջարկով ա եղել, երևի մեր բնակավարում էլ մի հատ Նաիրի Սարգսյան պետք է լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեն, չգիտեմ, ծանոթով բարեկամով է երևի։ Նաիրի Սարգսյանը ինչ շահագրգռվածություն ունի ըստ ամեն ինչու, որ փորձում է, որտեղ իրենք ազգային ժողով Նաիրի եւ Հայկ Սարգսյանները այդ քննարկման ժամանակ ներկա էին եւ առաջարկում էին 1%-ով աշխատել եւ վստահեցնում էին, որ բոլորը կներկայացնեն կվճարեն։ Ինձ թվում է դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա։ Ինքը հայտարարել է, որ գործունեությամբ է զբաղվում, բիզնեսմեն է։ Դա եթե բիզնեսմեն է, բնականաբար արդեն ինքն էլ պետք է իր շահերի համար բանավիճի, այդ ձևով է բանավիճի։ Հիմա ձեր պահանջը շարունակում է մնալ, որ շրջանառության հարկը շեմիջեցվի եւ մնա 5%-ը։ Բացի շրջանառության հարկը գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տերոր է լինելու։ Այսինքն ազգի վրա տերոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու։ Ձեր կարծիքով իսկապես ժողովուրդը հոգնել է այս թանկացումներից եւ իսկապես դժգոհ է Նիկոլ Փաշինյանից։ Այսօր նա ստատուս է գրել, ասում է ժողովուրդն է բերել ինձ, ժողովուրդն է կհեռացնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ես կարծում եմ, եթե այն ժամանակ 18 թվին հարցնեիք ժողովրդին, կարող է 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա, շատ 10%, չգիտեմ ինչ շահի դիմաց կամ ինչի համար է։ Այսօրվա այս ազգին ամբողջ այս վիճակի գցելու, ես մտածում եմ, պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի ասել երևի ատում է, որ այսքան ամբողջ ազգին բոլոր կողմերից է էլի ամբողջ այդ նեղությունը տալիս, ոչ թե մենակ մեզ տնտեսվարողներին։ Պետությունը ծախսում։ Հա, թող քիչ ծախսեն։ Թող 500,000-նոց մեքենա չառնեն, պետական մեքենաները վաճառքի եք դրել, որ ավելի լավ առնեն, 20 հատ մեքենա վաճառում էին, որ լավ առնեն իր համար։ Թող ինքն էլ մեզ նման լինի։ Մեզնից մեկն է։ Ասեցիք ատում է, հա, Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, սա արդեն դա է ցույց տալի։ Վերջի եթերներից մեկում ասում էր հավատակ չհավատակ, սիրում եմ բոլորին։ Աստված որ տես լիներ, որ սիրեր չէր կարող պայքարեր այն բանի համար, որ ազգը դուրս գար երկրից ավելի շատ հայաթափություն է լինելու սա։ Մի անգամ էլ փորձեցին, չէ, չստացվեց։ Դատարկվելու է։ Հիմա ասենք մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել նորից ուզում են եղի, որ դուրս գան։ Այս երկրում հնարավոր չի իրանց տերորով աշխատել։ Հիմա այսօր ինչ եք պահանջում, ում հետ հանդիպում ինչ։ Միայն Նիկոլ Փաշինյանին, որտեղ ոչ մի արձագանք չի տալիս։ Իսկ որ ասում եք գույքագրումն է ցույց, կմանրամասնեք ինչն է դա։ Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, էնդեսը վճարել են եւ չի վաճառվել։ Պետությունը միևնույնն է, մեզ էնդեսը հետ չի տալի։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1000 դրամով վաճառել։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5,000-ով, հետո 1000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են եւ հետո առավել եւս, եթե գույքագրումով սկսենք, գույքագրումը ինքը իրանից պահանջելու է բարձր հաշվապահություն, բարձր գներով հաշվապահություն, նաեւ աշխատատեղ, որը որ գործատուն չի կարա այդքան վճարի։ Այդ եկամուտները չունի, որ ինքը 3 աշխատող էլ ընդունի։
Տիկին Կարինե 6 ամսով այդ հետաձգման որոշումից էլ եք դժգոհ, ամեն դեպքում իրենք բարձավ Խափեությունն է։ ամեն դեպքում ասում են էլի հոգուց ձեզ աշխատանքներ են տարել, հատկապես ինչն է խափեություն։ Խափեությունը ոչ մեկն էլ չի գույքագրել, ոչ մեկն էլ չի գույքագրել, բնականաբար գույքագրաշներ իրանք չէին կարող միանգամից հարձակվեն ամբողջ ազգի վրա։ Այդ ժամանակ արդեն այդ 55,000-ը ոտքի կհելնեն։ Հիմա ինչ որ հույսեր ունեն, կարող է մի բան փոխվի մարդիկ, հետո հիասթափված են։ Իրան շատ ողջավորությամբ ընտրել ենք, բերել ենք ասպարեզ, հիմա էլ հիասթափված են ժողովուրդը արդեն, հավատ չունեն, ինքը ամեն ինչա մեր մեջ կորցրել։ Դուք էլ եք հիասթափված, նույն պահանջով եք այստեղ։